երրորդը ինչ ենք ուզում մենք։ Ուզում ենք կրթվեն, որ հասկանան այս գիտակցությամբ, այս ելույթներով, եթե դուք այսօր ունեք X%, մենք կրթելու ենք հասարակությանը, ունենալու ենք ինստիտուցիոնալ պետություն, բոլոր ինստիտուցիոնալ կառույցները աշխատելու են, ձեր տոկոսը ամեն անգամ նվազելու է, որտեղ գալու եք այս կարգի կեղծ ելույթներ ունենաք, առանց հիմնավորման, մարդիկ էլ ձեզ ընդհանրապես ձայն չեն տալու, սա առաջինը, բայց մի ելույթ է եղել, որ ինձ շատ է դուր եկել, ուզում եմ դրա մասին խոսամ եւ մնացած մի քանի ելույթների պատասխաննել եմ ուզում տամ։ Գառնիկ Դանելյանը եկավ, գյուղատնտեսությունից խոսեց, մասնագիտական թվեր ասեց, գործադիրը վաղը կպատասխանի իրան, էս է դասական ազգային ժողովը։ Հիմա գալիս է Տիկին Խամոյանը, ասում է գիտեք ինչ էսպես ասիք, դուք այնպես գնացիք, եկաք, ուր այդ արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գերատեսչությունն է, բոլոր տեղեկությունը այլ երկրների հետ, այլ փաստաթղթերը, որը Հայաստանից դուրս կնքվում է արտաքին գործերի նախարարությունում։ Այդ ինչ արհամարհական վերաբերմունք է, թե պետքա տենց լրագրողական այս կամ այն կայքից մի հատ տեղեկություն վերցնեն ու հասարակությանը ասեն, նայեք էսա, տեսեք ինչ էին ասում, տեսեք, իսկ այդ ես կարող եմ հարց տալ Տիկին Խամոյանին, այդ երկրորդ եւ երրորդ նախագահան լավ ադրբեջաներն էին խոսում, Ադրբեջանի նախագահը հետ ժպտում էին, նա կարող եմ իմանալ, այդ ինչ էին խոսում, այդ ինչ ձև է, մի հատ էլ երկրի վարչապետին ասում, այդ ինչ էիք բանակցում, ես էլ ասում եմ, այդ որ ադրբեջաներն իրար հետ խոսում էին, հիմա թող բերեն, ինչ են խոսացել ադրբեջաներն իրար հետ, երկրորդ եւ երրորդ նախագահան, երկուսն էլ ադրբեջաներն են խոսում, հիմա ես այդ հարցն եմ տալի Խամոյանին, մյուսը, պարոն Մինասյանը ստեղ չի, մեր գործընկեր պատգամավորն ասում է 143 միլիարդ ենք հավաքել, ձեր իշխանության ժամանակ, երբ որ դուք պաշտոն եք զբաղեցրել, բարձր պաշտոն եք ունեցել, 19 միլիարդ է եղել, 143 միլիարդ, բայց չեք ուզում դրա պատասխանը տաք, ինչի է եղել 19 միլիարդ, ինչի է հիմա 143, այդ 143-ի մեջ մտնում է, որ կերել են թույլ բանակ, վատ կրթություն, վատ առողջապահություն, սոցիալական վճարների ոչ ամբողջական վճար։ Կամ պարոն Ռոստոմյանը ասում է 133 տարվա ենք, մեր գործընկերն ասում է, բայց դուք Թիֆլիսում էիք, Հայաստանը ծանր վիճակում էր, ասում է որտեղ պետք է լինեիք, պետք է գայիք Հայաստանի սահմանները պաշտպանեիք։ Հիմա դուք ինչու եք մեղադրում։ Մեղադրում եք, որ Գեղամ Մանուկյանը գնաց, ասում է 91 թվականից տարբեր Իզվեստիայով երբ ուզեցել է, ինչ հոդված ուզեցել է, տպել է տվել, կարող է մեկս չենք գիտակցում դա։ Դե շատ լավ է, շատ ուրախ եմ, 91 թվականից, հարց եմ տալիս, ձեզ էլ պարոն Խաչատրյան, դուք շատ տաղանդավոր, գիտակից մարդիկ եք, 91 թվականից, ինչի միջազգային հանրությունը Ղարաբաղը չճանաչեց որպես պետություն, կամ չճանաչեց որպես Հայաստանի մաս, կամ չպաշտպանեց, որպեսզի նա այդպիսին լինի։ Թողել էին այլ երկրների քմաճույքին։ Այո, ու ձեզ մի բան էլ ասեմ, Սերյան Օհանյանը, ես կարծում եմ, թույլ չի տա, որ չի ստի, 90-ականներին էլ է մեր հաղթանակը պայմանավորված եղել այլ երկրների հետ, հիմիկվա պարտությունն էլ այլ երկրների հետ պայմանավորված, սա բոլորս լավ գիտակցել ենք, ես 90 թվականից, 91 թվականից ամեն ինչից, ինչ որ աստիճան տեղեկացված եմ եղել և իմացել եմ, որ պային ինչից են դժգոհ Հայաստանից, որ պային ով ինչ է ուզում, գերտերությունները, որ պային է սկսել ակտիվանալ գերտերությունների մասնակցությունը, բոլորս լավ գիտենք, զենք եք ուզում, չեն տալիս, զենք եք ուզում, պետքա կտան, այդ ով չգիտի, կամնեցել մի մեղադրում եք մեր ես հնարավորության սահմանափակ հնարավորություն ունեցող պետությունը, որ դեռ ձևավորված չի, ինստիտուտները 30 տարի մսխել ենք, չենք ստեղծել, ինչ պետք է անենք, փոքր 3 միլիոնոց երկիրը, այդ ինչ պետք է անենք, որ չենք կարողացել անել։ Եթե մարդը ասում է դիրքերը զիջի, դիրքերից դուրս եկեք, որպեսզի մեզ ավելի լավ հարվածեն։ Այն մյուսը չգիտեմ ինչ է անում, որ
ATS-ները լավ աշխատեն։ Ինչ եք ուզում։ Հիմա մեր ուզածն ի՞նչ է։ Մի բան կարող ենք անել։ Հզորացնել տնտեսությունը, ծնելիությունը։ Մի օր չեղա որ ասում եք ազգային բան ենք, կուսակցություն ենք։ Մի օր եղավ գաք ասեք ժողովուրդ խնդրում ենք մի երեխա ավել ունեցեք։ Այդ որ ասում ենք տնտեսություն, այդ նշանակում է բանակ, կրթություն, առողջապահություն, ծնելիություն, ող պետք է ունենես, որ այդ ընտանիքը պահես, գումար, միջոց։ Բա ինչ է ձեր ուզածը, որ մենք ինչ կարգի երկիր ունենանք։ Մի օր ես չի եղել, որ լսեմ, մեկը տասի, որ եկեք ամեն ինչ անենք, որպեսզի եւ ծնելիությունը ավելանա, եւ աշխարհում, որտեղ որ մարդը իրան իդենտիֆիկացնում է, նույնականացնում է որպես հայ մարդ, պայմաններ ստեղծենք, բերենք Հայաստան, որ Հայաստանում ոչ թե 3 միլիոն բնակչություն լինի, այլ 5 լինի, 6 լինի։ Չէ, այդպես բաներ չենք լսում։ Եկեք մի հատ ծրագիր գրեք, ես էլ կոչ կանեմ բոլոր հարուստ մարդկանց, ֆինանսավորենք եւ ինչքան մարդ կա կմասնակցենք։ Ես ձեզ եմ ասում, որպես կուսակցություն, բերեք մի հատ ծրագիր, որով մենք պետք է աշխարհի բոլոր հայությանը բերենք, ով էլ վատ հայերեն է խոսում, այստեղի մեր ուսուցիչներին մենք վճարենք, որպեսզի լավ հայերեն սովորացնեն։ Բերեք ծրագիր բերեք, այդ է ազգային ծրագիրը։ Եթե ուզում ես Հայաստանը հզոր լինի, առաջերտին պետք է ունենաս հզոր տնտեսություն, երկրորդը պետք է բնակչություն ունենաս, որ այդ բնակչությունը սահմանդ պահի, արդյունաբերություն տա, գյուղատնտեսություն զարգացնի։ Ես խնդրում եմ, եկեք փոխենք մեր հարաբերվելու ձևը, նախ առաջինը հարգենք։ Հիմա հասկացանք, ասել ենք ժողովրդավարություն, ուզում եք ասեք ինչ, խարոշի տեղ եկեք կամ կանայք մեկ-մեկ տենց են իրանց, հասկացանք ժողովրդավարության ժամանակ պետք է լռենք, հարգենք, ասենք ինչ ուզում է թող խոսի, բայց դա չի նշանակում, որ հասարակությունը հենց այդ ձևի ինչ որ դուք ասում եք, այդ ընդունում է։ Հասարակությունը կրթված է, եթե մեկն էլ կրթված չի, մի կրթված մարդու մոտենում, ասում են ինչ էին ասում։ Այլ ասում գիտես ինչ, 30 տարի իշխանությունը իրանց ձեռք դեր, ոչ մի բան չարեցին, հիմա այս մեր երիտասարդներն են եկե, ուզում են մի բան անեն, չեն թողում։ Ես խնդրում եմ, եկեք նորմալ համագործակցենք, աշխատենք։ Ես ասեցի, շատ լավ ելույթ եք ունեցել, թող գյուղատնտեսության նախարարությունը ձեզ պատասխանի, էդ է դասական տարբերակը։ Լավ եք արել, ապրեք։ Ես շատ շնորհակալ եմ, շատ կուզենամ, որ բոլոր ոլորտների համար խոսեք, կուզենամ պարոն Խաչատրյանն էլ մի հատ ոլորտ գրկի ու գնա առաջ, ասի եկեք ես տանենք, զարգացնենք։ Ժողովուրդ խնդրում եմ, եկեք Հայաստանը սիրենք, հարգենք, ոչ թե կուսակցական գիտակցությունից ելնելով, որ մեր կուսակցությունը ասում է, բանի որտեղ պետք է լինենք, Վրաստանում նստել են, այստեղ կործանվում է Հայաստանը, ասում է, բա որտեղ պետք է լինենք։ Ու սա համարում եք, եթե այդ ձևով պետք է պատասխանենք մեկս մյուսին,